դիրքորոշումը մենք արտահայտել ենք եւ Սահմանադրությունը մենք քննարկում ենք մեր ներքին օրակարգի շրջանակում եւ մենք չենք քննարկում սահմանադրական փոփոխությունների հարցը, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում չկա, ինչու չկա։ Մի քանի պատճառներով։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը իդեպ առաջին միջպետական փաստաթուղթն էր երկկողմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Սահմանադրական դատարանը այդ որոշմանը անդրադարձավ խնդրին եւ արձանագրեց, որ Հայաստանի սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա եւ նաեւ դա ինչ կապ ունի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հետ, որովհետեւ ես իմ ելույթում ասացի, որ այդ փաստաթղթում ալմատ ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ այդպես շարունակ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի նախագահի հետ մենք պայմանավորվեցինք մեր հարաբերությունները կառուցել Ալմաթիի հռչակագրի վրա, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը։ Մեր սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այս պայմանավորվածությունը որևէ կերպ չի հակասում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ավելին ասեմ, դուք գիտեք, որ մենք արդեն նախաստորագրել ենք խաղաղության համաձայնագիրը։ Այդ խաղաղության համաձայնագրի տեքստում կրկին հղում կա Ալմաթիի հռչակագրին, որտեղ կողմերը արձանագրում են, որ ընդունելով այն փաստը, որ նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները դարձել են անկախ պետություններ եւ այդպիսին ճանաչել միջազգային հանրության կողմից, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը, չունեն տարածքային պահանջներ մեկը մյուսի նկատմամբ եւ պարտավորվում են ապագայում չբարձրացնել նման տարածքային պահանջներ։ Այսինքն սա արդեն իսկ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում արձանագրված է։ Խաղաղության համաձայնագրում կա նաեւ մեկ ուրիշ կարգավորում, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը սույն խաղաղության համաձայնագրի իրականացման ձախողումը արդարացնելու համար։ Այսինքն ինչպես տեսակ, մի կողմից արձանագրված է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը, մյուս կողմից ասվում է, որ ներքին օրենսդրությունը չի կարող բերվել որպես արդարացում այդ պայմանավորվածություններից շեղվելու համար։ Ավելին, մեր գործող սահմանադրության մեջ մենք ունենք կարգավորում, որը ասում է վավերացված միջազգային պայմանագրերը ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ներքին օրենսդրությունը։ Եվ հետևաբար, երբ որ մենք ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, մեր օրենսդրության համաձայն այն մենք պետք է պարտադիր ուղարկենք սահմանադրական դատարան նրա համապատասխանությունը մեր սահմանադրությանը հետ ստուգելու համար։ Եթե մեր սահմանադրական դատարանը կորոշի, որ համաձայնագիրը հակասում է գործող սահմանադրությանը, ես ինքս հայտարարել եմ արդեն, որ մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ։ Եթե մեր սահմանադրական դատարանը կորոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է մեր սահմանադրությանը, այդ դեպքում ոչ մի խոչընդոտ չկա այն վավերացնելու մեր երկրի խորհրդարանում, որից հետո մեր սահմանադրության համաձայն այն կստանա բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ հետևաբար խաղաղության համաձայնագրի համատեքստում ընդհանրապես սահմանադրության հետ կապված որևէ խնդիր չկա։ Մենք մյուս կողմից դեռևս 2020 թվականի փետրվարից եւ դրանից առաջ էլ մենք որդեգրել ենք Հայաստանում նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Ինչով է պայմանավորվում եւ բացատրվում նման անհրաժեշտությունը։ Խնդիրն այն է, ես իմ ելույթում ասացի եւ
Եվրոպայի խորհրդի ժողովը լավ է տիրապետում Հայաստանում ընտրությունների արդյունքների պարբերական եւ շարունակական կեղծման պատմություններին, բայց խնդիրն այն է, որ այդ ընթացքում նաեւ սահմանադրություն է ընդունվել, տեղի են ունեցել սահմանադրության հանրաքվեներ եւ Հայաստանում հանրային ընկալումն այն է, որ ժողովուրդը երբեք իրականում սահմանադրության օգտին չի քվեարկել եւ այստեղ խնդիրը միայն քաղաքական խնդրի մեջ չէ։ Ես վարչապետի պաշտոնում ժողովրդական հեղափոխությամբ վարչապետ դառնալով վարչապետի պաշտոնում ես շատ արագ զգացի, որ ժողովուրդը վստահում է հեղափոխությանը, բայց վստահում է հեղափոխությանը, սիրում է հեղափոխությանը, բայց հաճախ նույնքան չի սիրում պետությունը եւ նույնքան չի սիրում պետությանը։ Եվ ինձ համար հարց էր, իսկ ի՞նչն է պատճառը, ինչու մեր ժողովուրդը իրավակարգի հետ կապված որոշակի կներեք այդ բառի համար ալերգիկ դրսևորումներ է ունենում Հայաստանում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Եվ իմ վերլուծությունները ցույց են տվել, որ պատճառը հետևյալն է. Հայաստանում հաստատված իրավակարգը օրգանական կապ չունի ժողովրդի հետ, որովհետև ժողովուրդը չի համարում, որ Հայաստանում ապրելու են կանոնները, որոնք արձանագրված են սահմանադրության մեջ եւ որոնք մնացածն էլ բխում է սահմանադրությունից, չի համարում, որ դա իր որոշման արդյունքում հաստատված իրավակարգ է։ Եվ այս պայմանական ասած, այս ալերգիկ երևույթը հաղթահարելու միակ տարբերակը ես տեսնում եմ նոր սահմանադրության ընդունումը, որտեղ ժողովուրդը ազատ, ժողովրդավարական կամ արտահայտմամբ կքվեարկի սահմանադրության օգտին եւ այդ քվեարկության փաստով 50+ անհրաժեշտ թվով ազատ ընտրությամբ ձայների արձանագրումն է, որ կստեղծի օրգանական կապ ժողովրդի եւ պետության մեջ հաստատված իրավակարգի միջև։ Եվ ահա կներեք, ես մի փոքր մանրամասն ներկայացրեցի, բայց կարևոր է այս նրբությունները հասկանալ, որովհետեւ խաղաղության գործընթացին այսօր էլ ոչ մի խոչընդոտ չկա բացարձակապես։ Եվ ընդհակառակը, եթե նույնիսկ մենք ելնենք այն կանխավարկածից, որ իսկ գուցե Ադրբեջանի մտահոգությունները տեղին են, այդ մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելը եւ վավերացման ճանապարհով գնալն է, որովհետեւ հենց այդ պայմանագիրը վավերացվեց եւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջ ձևավորվում է իրավաբանորեն պարտադիր բնույթ կրող արգելք միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու։ Իսկ սահմանադրության համաձայն արդեն այդ համաձայնագիրը ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ, ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ներքին օրենսդրությունը։ Շնորհակալ եմ։ Thank you, Prime Minister. On behalf of the European People's Party, the leader of the group. Եվրոպական ժողովրդական կուսակցության անունից շնորհակալություն խմբի ղեկավար խնդրեմ։ Thank you, President. Mr. Prime Minister. Շնորհակալություն, պարոն նախագահ, պարոն վարչապետ, ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ ձեր ելույթի, այսօրվա ելույթի առիթով։ Դուք բաց ազնիվ խոսքով դիմեցիք մեզ, մենք խնդրահարույց ժամանակներում ենք ապրում քաղաքական սցենարը, կարծես կարուսել լինի արագ վայրի վերումներով, մենք հստակ վճռականությամբ տեսնում ենք Հայաստանի կառավարությունը պատրաստ է եվրոպական ճանապարհով ընթանալ Կալասի այցը վերջերս այդ հանձնառության վկայությունները ես հարցնելու էի դեպի Եվրոպայի ճանապարհի մասին, որով դուք գնում եք առաջնորդման ու վճռականությամբ չնայելով անցյալին, այլ նայելով ներկային եւ ձեր երկրի ապագային լավ ապագա կառուցելու հեռանկարով, բայց այսօր հույսի օրը բոլորիս համար Մերձավոր Արևելքի ծրագիրը 3 համաձայնեցվեց, որը շատ կարևոր է։ Հիմա Համասը մնում է որ հաջորդ քայլն անի։ Ինչ եք կարծում այդ մասին։ Մենք իրավունք ունենք այդ առցով լավատես լինելու։ Կրկին շնորհավորում եմ, շնորհակալություն շնորհավորում եմ APP անունից Հայաստանի անցած ուղու եւ Հայաստանի պատվիրակության այստեղ ԵԽԽՎ-ում աշխատանքի համար։ Պարոն վարչապետ, կուզեք պատասխանել, խնդրեմ շնորհակալություն հարցի համար։ Շնորհակալ եմ շատ հարցի համար։ Գիտեք, որ նախագահ Տրամպը խաղաղության ծրագիր է առաջարկել եւ միջազգային հանրությունը ողջունել է արդեն այդ ծրագիրը, մենք նույնպես ողջունում ենք եւ հույս ունեմ, որ ծրագրի իրագործման արդյունքում ի վերջո կհաջողվի խաղաղություն հաստատել Գազայի գոտում։ Նաեւ ասեմ, որ նախորդ տարի
մենք ճանաչել ենք Հայաստանի Հանրապետությունը, ճանաչել է Պաղեստին պետությունը եւ մենք իհարկե ուշով հետևում ենք գործընթացներին եւ հույս ունենք, որ ի վերջո խաղաղություն կհաստատվի Գազայում նախագահ Տրամփի ջանքերի արդյունքում եւ միջազգային հանրության աջակցության պայմաններում։ Ինչ վերաբերվում է մեր քաղաքականությանը, Եվրոպայի խորհրդի անդամ լինելով արդեն ես ասացի, որ մենք մեզ վստահ ենք զգում Եվրոպայի ժողովրդավարական երկրների շարքում, որովհետև տեսնում ենք, որ ունենք աջակցություն, ունենք ընդունելություն եւ դրա համար շնորհակալ ենք։ Ընդգծեմ նաեւ, որ նախորդ տարի Հայաստանը ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամագրման գործընթաց սկսելու մասին օրենք, որը արդեն մտել է ուժի մեջ եւ շատերը մեզ հարցնում են, թե եւ ուրեմն երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ կամ ինչքանով է Հայաստանի անդամագրումը Եվրոպական միությանը իրատեսական։ Մենք ասում ենք, որ առանց Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանելու հնարավոր չի լինել Եվրոպական միության անդամ։ Եվ հետևաբար բոլոր դեպքերում մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնելն է Եվրոպական միության ստանդարտներին։ Այն պահին, երբ որ մենք օբյեկտիվորեն կհամապատասխանենք Եվրոպական միության ստանդարտներին, այդտեղից կա երկու ճանապարհ։ Մեզ կամ կընդունեն Եվրոպայի միության անդամ, կամ չեն ընդունի Եվրոպայի միության անդամ։ Եթե կընդունեն մեզ, շատ լավ, եթե չեն ընդունի, մենք մեկ այլ կարևոր խնդիր լուծած կլինենք, մենք կլինենք Եվրոպական միության ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր, ինչը էականորեն կուժեղացնի մեր ժողովրդավարությունը, կուժեղացնի մեր անկախությունը եւ կուժեղացնի մեր բարեկեցությունը։ Շնորհակալ եմ։ Thank you, Prime Minister. Շնորհակալություն, պարոն վարչապետ, Եվրոպական պահպանողականների կուսակցության անունից հարց կտրվի։ Prime Minister, Պարոն վարչապետ, խաղաղության համաձայնագրի մի զգալի մասը, որը հաջողությամբ բանակցվեց երկու երկրների միջև եւ նախագահ Թրամփը ներկա էր, Զանգեզուրի միջանցքի ստեղծումն է։ Այդ միջանցքը կապում է Ադրբեջանը Հայաստանի հարավով Թուրքիայի հետ։ Եվ բնականաբար կան լավ հետևանքներ առևտրի ավելացման առումով, բայց կասկածներ կան, թե արդյոք այդ միջանցքի ստեղծումը նույնչափ բխում է Հայաստանի շահերից, որքան բխում է Ադրբեջանի շահերից։ Կարող եք մեզ ասել հիմնական տարբերությունները ձեր ընկալման մեջ Զանգեզուրի միջանցքի, ինչ տարբերություններ կան Հայաստանի եւ Ադրբեջանի ընկալումների միջև։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդրեմ ուզեք պատասխանել։ Շնորհակալ եմ։ Գիտեք, Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերը իրենք ծավալուն չեն։ Եվ այնտեղ ընդունված փաստաթղթերը եւ հռչակագիրը ընդամենը մեկ էջ է 5 կետերով։ Եվ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակը նույնպես ծավալուն չէ, եւ ես կխնդրեի բոլոր այն գործընկերներին, ովքեր հետաքրքրված են թեմայով կամ առավել եւս պատրաստվում են հրապարակային խոսել այդ թեմայով, բացարձակապես դժվար չի այդ մեկ էջանոց պլյուս մի քանի էջ փաստաթուղթը կարդալ։ Իսկ ինչ կիմանանք մենք այդ փաստաթուղթը ընթերցելուց։ Կիմանանք, որ ձեր նշած խոսույթը ընդհանրապես գոյություն չունի եւ բացակա է այդ փաստաթղթերում։ Տեսեք, ես էլի ուզում եմ ընդգծել, դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Եվ ես ասում եմ, ես վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա անդրադառնալ այս խնդրին, որովհետև տեսեք, ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցա եւ արձանագրեցի, ընդ որում նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին եւ արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։
Հետևաբար նրանք, ովքեր օգտագործում են Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, ըստ էության եւ իմիջիայլոց ես նաեւ դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը, որտեղ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք, դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետեւ ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները եւ դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Վաշինգտոնում մենք պայմանավորվել ենք, որ տարածաշրջանի հաղորդուղիները կբացվեն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիման վրա եւ փոխադարձության սկզբունքով։ Ընդ որում Հայաստանը Ադրբեջանի համար, Ադրբեջանը Հայաստանի համար այդ հաղորդուղիները պետք է բացի եւ ներքին, եւ երկկողմ, եւ միջազգային հաղորդակցությունների համար։ Սրան գումարած Հայաստանի տարածքում գործելու է թրիփ ուղի նախագիծը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Եվ այս թղթի տակ ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը։ Եվ հետեւաբար իմ կոչն է եւ ակնկալիքն է, որ օգտագործվի բացառապես լեգիտիմ բառապաշար, իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք ցույց տան, քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում Զանգեզուրի միջանցք։ Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Իսկ ելի եմ ասում, անուններ բառամթերք կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության տարածքի պարագայում միայն այնպիսի, որ սահմանված է Հայաստանի կառավարության կամ խորհրդարանի կամ համապատասխան մարմինների կողմից կամ համաձայնեցված է Հայաստանի կառավարության հետ։ Եվ հետևաբար թույլ տվեք ասել, ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապա լեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում եւ այս հեղինակավոր ինստիտուտում։ Շնորհակալ եմ։ Thank you, Prime Minister. On behalf of the Liberal Democrats Group. Liberal démocrates խմբյալից պարոն Պետրան Ուիքս։ Au nom du groupe ALDE, je vous souhaite la bienvenue, monsieur le Հարգելի վարչապետ, ես այցելել եմ ձեր երկիրը 2 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկումից մի քանի ամիս անց։ Ես կարողացել եմ տեսնել թե վիշտը, թե փախստականների արժանապատվությունը, բայց նաև այն ամենն, ինչ ձեր երկիրն անում էր դյուրացնելու համար նրանց ինտեգրացիան հասարակության մեջ։ Ուրեմն խաղաղության գործընթացից անդին, որի մասին խոսեցիք, կարող եք մեզ ասել, արդյոք Ղարաբաղի փախստականների հարցը արծարծվել է, մասնավորապես նրանց գույքի փոխհատուցման առումով, եւ ինչ է վերաբերում հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից, արդյոք այն վտանգված է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որը արդեն նախաստորագրված է, ինքը արդեն որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածություններ է արձանագրել, բայց նաեւ արձանագրել է, որ իմիջիայլոց ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, իրենք ամեն ինչ չէ, որ ներառում են,
եւ նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, պլատֆորմներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցներին, ես ուզում եմ ասել, որ այդ հարցի վերաբերյալ մեր ռազմավարությունը ես հրապարակել եմ եւ մեր ընկալումը այն է, որ մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց ուրեմն բնակ ապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի եւ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Ինչու՞։ Եվ ես այս թեմային անդրադարձել եմ նաեւ օգոստոսի 18-ին հանրությանը ուղված իմ ուղերձում։ Իսկ ուղերձի իմաստն այն էր, որ մարդիկ հարց են տալիս, ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում, ավելին եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետեւ մարդիկ պետք է իրենց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում, բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է, թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա եւ այս բանաձևը իրականացնելու վրա եւ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։ Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր ռազմավարությունը։ Շնորհակալ եմ։ Thank you, Prime Minister. On behalf of the United Շնորհակալություն, պարոն Շաբաթ, Միացյալ Եվրոպական ցախերի կողմից կուսակցության ամենախագահ Ջոզեֆ Գայդիս։ Thank you, Mr. Chair. Dear Mr. Prime Minister. Շնորհակալություն, պարոն նախագահ, հարգելի պարոն վարչապետ, իմ հարցը գրեթե նմաններ կամ ամբողջովին նույնն է, ինչ գործընկերս տվեց Հալդեից։ Մենք չենք համակարգել իմիջայլոց հարցերը, եթե կարելի է ես շարունակեմ այդ հարցը, խնդրում եմ մեզ ասեք կոնկրետ ինչ ձևերով կարող է միջազգային համայնքը, հատկապես Եվրոպայի խորհուրդը լավագույնս աջակցել Հայաստանին այս կարևորագույն գործընթացում կապված փախստականների հետ, Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ։ Եվ ավելին, ինչպես նշեցիք ձեր ելույթում, ես եթե ժամանակ ունեմ նաև քննեմ մանրամասնեք այն քայլերը, որոնք կարող եք ձեռնարկել, որպեսզի ավելի շատ առաջընթաց ձեռք բերվի շատ կարևոր հարցերով, ինչպիսիք են օրինակ դատական համակարգի անկախությունը, պայքարը կոռուպցիայի դեմ, իրավունքի գերակայության պաշտպանությունը եւ ամրապնդումը։ Շնորհակալություն Ջորջ, հարգելի վարչապետ, ցանկանում եք պատասխանել։ This will be the Եվ սա վերջին պատասխանն է, քանի որ դժբախտաբար պետք է արդեն ավարտենք մեր առավոտյան աշխատանքը 3 րոպե, շատ շնորհակալություն։ Գիտեք, ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում այնինչ միջև հիմա արվում է, մենք պետք է պարզապես Եվրոպայի խորհրդի հետ շարունակենք եւ խորացնենք մեր համագործակցությունը։ Եվ դա հաջողության պատմություն է, պարզապես նոր մարտահրավերներ են իհայտ գալիս եւ մենք պետք է այդ մարտահրավերների հետ առերեսվենք եւ լուծենք Հայաստանում ժողովրդանալ դարձնելու համար։ Իմիջայլոց հարցերի մեջ կար նաեւ թե Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովը ինչով կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Օրինակ, լեգիտիմ բառապաշարի օգտագործումը դրա կարևորագույն
բաղադրիչներից մեկն է, որովհետև այն բառապաշարը, որ օգտագործվեց եւ որի օգտագործում ես դատապարտեցի, դա Հայաստանում լայնորեն ընկալվում է որպես տարածքային նկրտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Էլի եմ ասում, խնդրում եմ բոլորիդ, Վաշինգտոնի հռչակագիր ընդամենը 1 էջանոց փաստաթուղթ է, 1 էջանոց 5 կետ։ Խաղաղության համաձայնագիրն էլ հրապարակված իմիջիայլոց շատ մեծ չէ, եւ դա է այն լեգիտիմ եւ համաձայնեցված բառապաշարը, որի վրա մենք պետք է հիմնվենք եւ որի օգտագործումն է միայն, որ մեզ հնարավորություն կտա նորածին խաղաղությանը խնամել եւ հասունացնել։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցներին, արդեն ասի, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն ցուցաբերի ավելի շատ նրանց բնակավորման հարցերը լուծելու համար, բայց Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցել Ղարաբաղի մեր հայրենակիցներին համար տարբեր ծրագրեր իրականացնելով, այդ թվում վերամասնագիտացման, կրթության հարցերում նրանց աջակցության եւ կարծում եմ, որ դա շատ կարեւոր ուղղություն է, որովհետեւ նրանք Հայաստանի զարգացող աշխատանքի շուկայում ավելի արագ գտնեն իրենց տեղը։ Իհարկե Հայաստանի կառավարությունը նման ծրագրեր իրականացնում է եւ միջալոց առաջիկայում մեր կառավարությունը պատրաստվում է համաժողով կամ աշխատաժողով հրավիրել, որտեղ մասնակից կլինեն Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր հայրենակիցներ եւ այդ աշխատաժողովի ընթացքում մենք կփորձենք անմիջապես իրենցից լսել տպավորությունները միջև այժմ իրականացված ծրագրերի վերաբերյալ եւ նաեւ որոշակի միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը համաձայնեցնել նրանց հետ կամ նրանց առավելագույնս ներառել բովանդակությանը ու քանի որ վերջին պատասխանն է վեաժողովի հարգարժան նախագահ, հարգելի գլխավոր քարտուղար, հարգելի ներկաներ, դեսպաններ, падգամավորներ, կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հնարավորության համար եւ իմ հարգանքների հավաստիքը Եվրոպայի խորհրդին եւ նրա բոլոր ինստիտուտներին եւ շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդավարությանը այս ընթացքում ձեր ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալ եմ։ Thank you, dear Prime Minister, for being with us today.